Բարև ընկերներ, ահագին խոսելիք ունենք, մի փոքր երկար կքննարկենք։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Նախ ցանկանում եմ պարզաբանում ներկայացնել, որ իմ տեսանյութերում հնչում է այն, ինչը չի կարող սուտ եւ սպառնալիք լինել։ Թե ինչն է կիսատ, դա խնդրում եմ թողեք ինձ։ Դա եւս մարտավարության տեսակ է։ Ընկերներ, երեք քննչական կոմիտեն տեսանյութ հրապարակեց, որ գետնին են պառկեցնում Գագիկ Ծառուկյանին եւ ձերբակալում։ Ընդդիմադիր հայացքներով անձինք սկսեցին մեղադրել ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, իշխանականներն էլ սկսեցին հպարտությամբ խոսել։ Խոսելիք ունենք, մի Իսկ ես կասեմ, չեք հոգնել, չեք զզվել նման էժանագին տեսարաններից։ Ես օրինակ ուղղակի նոր կյանք եմ ապրում, երբ մեր ազգը բաժանվել է եւ վատ երևույթների դեմն առնելու փոխարեն որոշները հրճվում են, որոշները կշտամբում։ Ընկերներ, հերիք է։ Եկեք համերաշխություն ու արդարություն քարոզենք։ Եկեք վերջ տանք այս խայտառակությանը։ Մեկ է հարուստները հարուստ են մնալու, իսկ մենք հասարակ քաղաքացիներս կրկին սրան կամ նրան ենք մեղադրելու։ Մի փոքրիկ զգուշացում, փոքրիկ կարիերիստ արդեն նախկին պաշտոնյայի խաղալիքին, որ ֆեյքերին ֆաս հրաման տանուց առաջ մտածի նրա մասին, որ որևէ բան չի խանգարելու։ Ես ոչ ձեր ասած ռսահապատակներից եմ, ոչ էլ եվրոպամետներից, առավել եւս ոչ էլ նախկիններից։ Կարող է քեզ այլևս հետ չընդունեն ֆեյքերի բազա, չէ որ դու արդեն չընդունված անձի աշխատողն ես եղել։ Դրա համար հանգիստ նստիր տեղդ, եղբայր։ Ընկերներ, մի քանի օր առաջ խոսել էի, որ Արթիկում տեղի է ունեցել քաղաքական որոշ գործընթացներ, որոնց մասին արդեն իսկ խոսել եմ։ Տեղեկացնեմ, որ վաղը տեղի է ունենալու ավագանու նիստ եւ ըստ տեղեկատվության Անանիկ Ոսկանյանը փորձելու է պաշտոնի նշանակել ընկերոջը, սակայն չունենալով համապատասխան ավագանու անդամների քվեներ, փորձելու հերթական հակաօրինական քայլին։ Տեղեկացնեմ բոլոր ավագանու անդամներին, որ եթե որևէ մեկը քվեարկի Անանիկ Ոսկանյանի ապօրինի ցանկության օգտին, ապա նույն օրը երեկոյան դաշտի միջին տեղի կունենա ոչ ցանկալի հանդիպում բոլոր նրանց հետ, ով կողմ կքվեարկի անօրինականությանը։ Նկար առ նկար, անուն առ անուն, ազգանուն առ ազգանուն եւ այլ մանրամասներով իրենց կերած կղանքներով կհրապարակվի բոլորի անունները, ովքեր կքվեարկեն։ Սա սպառնալիք չդիտարկեք, ընդամենը զգուշացում, հետո չասեք հայը ստորացրեց, խայտարակ եղանք եւ նման այլ բազմաբովանդակ անտրամաբանական նախադասություններ։ Հավատացնում եմ, այնպիսի ուժգին քաղաքական եւ բարոյական ապտակ կստանաք, որ դրանից հետո, եթե ոչ ձեր դեմը, ապա հետևից ահավոր բադ բաներ կասեն։ Դոգի հայոյանքները մանկական խրաչանք կթվա։ Ընկերներ, նաեւ ցանկանում եմ զգուշացնել հակակոռուպցիոն կոմիտեին, որպիսի որևէ պարագայում չփորձեն հերթական գործը կոծկել եւ Արթիկում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի բոլոր պատասխանատուները եւ քաղաքական հայրերը պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Խոսքս վերաբերվում է 3 բերման ենթարկված Արթիկի ճարտարապետ կամ ճարտարապետի չինական պատենտ Արկադի Գրիգորյանին, ով ըստ խոսակցությունների տարածքի դիմաց կլորի գումար է վերցրել։ Գիտեք չէ ընկերներ, խոսքը $10,000 մասին է եւ նմանատիպ գումարը չէր կարող ինքնագլուխ վերցնել, եթե իր վերադասը փայ չունենար, սակայն առջևում ընտրություններ են եւ հենց դուք եք որոշելու, արդյոք թալանչին տեղ ունի ձեր համայնքում թե ոչ։ Այսքանն Արթիկից։ Հիմա կցանկանամ խոսել ԿՊ-ում տեղի ունեցած մի երևույթի մասին, որի մասին իմանալով Նիկոլ Փաշինյանը ահավոր կատաղել է։
Պարզվում է ԿՊ-ում կան որոշ նախկին ռեժիմի համար դոշ տված ստրկամիտ անձինք, ովքեր որոշ երիտ ԿՊԱ-ականներին ներքաշել են մութ պատմությունների մեջ, ապա ժողովրդի լեզվով ասած փուրն են տվել։ Ճիշտ եմ, չէ, պարոն էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Հա, իդեպ, պարոն նախարար, դուք կբացահայտեք ձեր փոքրիկ գաղտնիքը, թե ամեն դեպքում թույլ կտաք ես դա անեմ։ Ընկերներ, ասեմ, որ բազմաթիվ կարկառուն թալանչիներ պարբերաբար այցելում են իմեջեր եւ իրենց մասին տեսանյութերը դիտում։ Ունեմ բոլոր այդպիսի կերպարների այցերը հավաստող ապացույցները։ Հետևաբար, ում հարցով դիմում եմ, ապա նա վստահաբար դիտելու է։ Ընկերներ, վերջում ցանկանում եմ խոսել, թե ինչ է սպասվում մեզ առաջիկա օրերին եւ ամիսներին եւ ինչի համար են այս մասկի շոուները։ Տեղեկություն եմ ստացել, որ Նիկոլ Փաշինյանը երեկ քննարկել է Գյումրիում իշխանազապթում իրականացնելու process-ը, թե ինչ հավանական սցենարներ կան եւ ով է լինելու իրենց ժամանակավոր պաշտոնակատարը։ Տեղեկացնեմ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող մասկարադը հենց այդ համատեքստում է։ Որևէ աշխարհաքաղաքական հետք մի փնտրեք այդ ամենում, որևէ ընտրակաշարք մի ման եկեք։ Ինչ կապ ունի Գագիկ Ծառուկյանը, կասեք շատերդ։ Ասեմ, Գյումրիում կա Մարտուն Գրիգորյան, ով ազգային ժողովի падգամավորի թեկնածու էր Ծառուկյանի թիմի կողմից։ Հետևաբար միակ մարդը, ով ազդեցություն կարող է ունենալ, որպեսզի Մարտունը հետ քայլանի, դա այս փուլում Գագիկ Ծառուկյանն է։ Հիշեք այս խոսքերս, շատ մոտ ապագայում կհամոզվեք իմ ասած խոսքերի իսկության մեջ։ Իսկ ամենավերջում ցանկանում եմ հարց ուղղել Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Նիկոլ Փաշինյան, հիշում եք այն հսկայական թմրանյութը, որ հայտնաբերվեց, որ մեղադրում էիք Միրանի բանանին թմրանյութեր բերելու համար։ Կասեք տեսնեմ, այդ թմրանյութերը որտեղ են, արդյոք Հայաստանի պետական սահմանը հատել են, թե դեռ ձեր հսկողության տակ են։ Իդեպ, ձեր թիմի բազմաթիվ թափթփուկներ զբաղված են թալանով, եւ դրա մասին դժվար ձեզ տեղյակ պահի Նազելի Բաղդասարյանը, չէ՞ որ չարլեզուները ասում են, որ ինքն էլ ահագին հարստացել է։ Ինչևէ, հույս ունեմ, որ ձեր իշխանասիրությունը ձեր ուղեղը չի մթակնի, եւ երբ հայը կլինի փողոցում, մարտի մեկեր չեք կազմակերպի։ Իդեպ, հայը երբեք հակաօրինական գործողություն չի անելու, այլ օրենքով վերապահված բոլոր քաղաքական գործիքներից է օգտվելու, որպեսզի ձեզ եւ ձեր թալանչի թիմակիցներին հեռացնենք իշխանությունից, քանի որ որքան երկար մնաք, այնքան մեր հարկերից գոյացած բյուջեն փոշիանալու է։ Պարոն Նիկոլ Փաշինյան, նաև Տարոն Չախոյանին կբարևեք, ասում են հորը թողել է հարբեցության ճիրաններում, ամեն դեպքում այդպես են ասում, որը ցավոք անընդունելի է, անկախ ծնողի կարգավիճակից երեխան պարտավոր է ծնողի հանդեպ հոգատար լինել։ Հա, եթե իր fake news-երին էլ քսի տա, ապա ասեք, որ ահագին հետաքրքիր զարգացումներ կլինեն, մի օր հատուկ իր մասին երկար կխոսեմ, այդ դեպքում դուք եւս իրենց չեք պահի։ Չնայած մյուս կողմից էլ ասում են, ով ձեզ հայհոյում է, վիրավորում է, ապա պաշտոն է ստանում։ Անկախ պաշտոնից տղամարդը պետք է ինքնասիրություն ունենալ, բայց դե ամեն դեպքում հիշեք, որ որքան էլ չուզենաք, մի օր այլևս իշխանության չեք լինելու։ Այսօր այսքանը։ Կհանդիպենք։ Հարգանքներով, ձեր հայը։